Այսօր հերթական կորեական աղցանն ենք պատրաստելու, կաղամբով կորեական աղցան։ Պատրաստեք ինքներդ և կհամոզվեք, որ շատ համեղ է ստացվում։ Վերցնում ենք 500-600 գրամ նորաքաղ կաղամբ։ Կտրտում ենք ոչ շատ մանր, քառակուսիների տեսքով, առանձնացնում շերտերն իրարից և լցնում ամանի մեջ։ Ընթացքում շերտ լցնում ենք կես ճաշի գթալ աղ։ Ընդհանրապես, երբ բանջարեղենների վրա աղ ենք լցնում, բանջարեղենի հյութը առանձնանում է։ Կորեական աղցաններում սովորաբար ազատվում են ավելորդ հյութից։ Ձեռքերով մի փոքր տակնու վրա անենք, որ աղը հավասարաչափ տարածվի և մոտավորապես 40 րոպե դնենք կողքի։ Հաջորդ բաղադրիչը բազուկն է։ Կորեական աղցանի համար նախատեսված անցկացված 70 գրամ բազուկ է մեզ պետք։ Երկու ատամիկ սխտոր ճզմենք։ Բազուկը տեղափոխենք հարմար ամանի մեջ, մի պտղունց աղ լցնենք վրան և նորից դնենք կողքի։ Չենք մոռանում ընթացքում կաղամբը տակնու վրա անել։ Զգացվում է, որ բավականին հյութ է առանձնացել կաղամբից։ Ձեռքի նուրբ շարժումներով սեղմենք կաղամբը, առանձնացնենք հյութից, լցնենք աղցանամանի մեջ։ Ազատվենք նաև բազուկի հյութից, բազուկը ավելացնենք կաղամբի վրա։ Ավելացնենք համեմունքները՝ 1 ճաշի գթալ շաքարավազ, 1 թեյի գթալ կորիանդր, 1 թեյի գթալ կարմիր աղացած քաղցր պղպեղ, կես թեյի գթալ կարմիր կծու պղպեղ և կես թեյի գթալ 70% էսենցիա։ Կենտրոնում լցնենք ծեծած սխտորը և տաքացնենք 1,5 ճաշի գթալ բուսայուղը։ Լավ տաքացած բուսայուղը լցնում ենք սխտորի և համեմունքների վրա, լավ խառնում ենք աղցանը, որպեսզի համերը միախառնվեն և մոտավորապես կես ժամով տեղափոխում սառնարան։ Աղցանը պատրաստ է, այն կարող ենք վայելել։